ուսուցիչներ, որոնք երեխաների նման սովորում են։ Երեխաներ, ովքեր ուզում են սովորել։ Ծնողներ, որոնք գիտակցում են, որ ամբողջ ընտանիքով պետք է անընդհատ մի բան սովորեն։ Սա է այն ապագան, որը մեզ բոլորիս սպասում է։ Ինչպիսին կլինեն դպրոցները այդ ապագայում, եւ ինչպիսին կլինենք մենք, մարդիկ։ Եկեք այսօր մտորենք դրա մասին։ Երևի թե դուք պատկերացրեցիք իմ ներածական խոսքից, որ ես նորից քարոզելու եմ, թե որքան կարևոր է սովորելը, որքան պետք է, որ բոլորս անընդհատ ինչ-որ բան սովորենք։ Ես դա ասում եմ արդեն երկար ժամանակ, եւ դուք արդեն երևի թե դրանից հոգնել եք։ Եվ մտածում եք, որ հերիք է էլի, որքան ես անում եմ, որքան զբաղվում եմ, ինչ-որ միևնույն է սովորում եմ։ Երեխաները անդադ իրենց ասում են, երեխեք պիտի սովորեք, իրենք ինչ-որ բան սովորում են, ինչ-որ բան չեն սովորում։ Դասանում երեխաները գնալով ավելի անտարբեր են դառնում սովորելու նկատմամբ։ Շատ դժվար է իրենց անդադ կազմակերպել։ Հեռախոսները, ձեռքները անընդհատ շեղվում են։ Հիմա այդ պայմաններում այս խոսակցությունը ախր ինչ իմաստ ունի։ Քարցնեք դուք։ Ասեմ ինչ իմաստ ունի։ Այն ինչ որ կատարվում է այսօր դպրոցներում, շատ բնական է։ Այդպես էլ պետք է լիներ։ Ինչ է պատահել։ Պատահել է մի մեծ փոփոխություն, որը լինում է ժամանակ առ ժամանակ։ Սա առաջինը չէ եւ վերջինը չէ։ Ժամանակ առ ժամանակ ինչ որ կտրուկ տեխնոլոգիական նորարարություններ կամ մեծ արհավիրքներ կամ քաղաքական փոփոխություններ առաջացնում են անորոշություն ապագայի տեսակետից։ Մենք չենք հասկանում, ինչ կլինի շատ շուտով, վաղը ինչ կլինի 1 տարի հետո, ինչ կլինի 5 տարի հետո։ Սակայն նախկինում մարդիկ կարող էին մտածել, որ դա ժամանակավոր է։ Այո, այս պահին կարծես, ինչպես ասենք, ձեր ակնոցները մի քիչ կրտնում են, երբ որ մտնում եք շատ խոնավ տեղ ցրտից, այդ նույն վիճակն է, բայց հիմա ոչինչ, մի քիչ ժամանակ կանցնի, ակնոցների վրայից այդ խոնավությունը կելնի եւ նորից ամեն ինչ կտեսնեք։ Դա ձեր հավատն է, սակայն ուզում եմ ձեզ ասել, որ այլևս դա չի լինի։ Այլևս մեր զարգացման արագությունը շարունակական, երկար ժամանակ այնպիսին է լինելու, որ ոչ մի բան հասկանալի չի դառնալու։ Ժամանակները փոխվել են եւ այսպիսի ժամանակներ, ինչպիսի մենք ունենք այսօր, երբևիցե չեն եղել։ Մենք անգամ չունենք օրինակ, որից կարող ենք մի բան սովորել։ Այս ամենը մեզ հետ կատարվում է առաջին անգամ եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ անենք։ Հիմա ինչ անենք։ Ես չեմ ուզում խոսել ամբողջ հանրության համար, որովհետև դա բարդ խոսակցություն կլինի, կամ ընդհանրապես մոլորակի համար։ Եվ դժվար թե ինձ ուզենա մեկը լսել դրա շուրջ։ Ես կխոսեմ դպրոցների եւ կրթության մասին, որովհետև դրանից մի բան հասկանում եմ։ Տեսեք, թե ինչ է մեզ սպասում։ Այսօրվա ուսուցիչը մի կողմից կարծես թե վաղուց արդեն պետք է որ չզբաղվեր գիտելիքի փոխանցելով, որպես չլիներ մարդ, ով դասի ժամանակ երեխաներին պատմում է այն, ինչ նա գիտի, իսկ երեխաները չգիտեն։ Կամ գոնե դրանով չպետք է զբաղվեր ժամանակի հիմնական մասը։ Վաղուց արդեն խոսում էի նրա մասին, որ կարծես թե ուսուցիչը պետք է լինի մենթորը կամ կրթության կազմակերպիչը, մի մարդ, ով կողքից աջակցում է երեխաների կրթության։ Սակայն այդ պատկերացումը չաշխատեց։ Ինչու՞։ Որովհետև այդ մարդը չի ունենա երեխաների աչքերում բավարար հեղինակություն։
Եթե դու երեխային մի բան չես սովորեցնում, եթե դու երեխայի համար չես հանդիսանում որոշակի աղբյուր, որոշակի գիտելիքների, պատկերացումների, ապա դու իր համար դառնում ես ուղղակի մեծահասակ։ Մի մարդ, ով չպիտի իր համար լինի զսպող, չի կարող լինել այդ մարդը իր համար առաջատար, չի կարող հանդիսանալ մեկը, ում նա պետք է ենթարկվի։ Երեխայի համար դա բնական է, նա չի կարող բոլորին, բոլոր մեծահասակներին լսել։ Իրականում մենք իրենց հենց այդպես է սովորեցնում ենք, որ նրանք կարող են ենթարկվել, լսել եւ կարևորել միայն այն մեծահասակներին, ովքեր իրենց համար հեղինակություն են։ Հիմա ինչ է սա նշանակում, որ այդ դերակատարումը, երբ ուսուցիչը չի հանդիսանում գիտելիքի աղբյուր, լավ չի աշխատում։ Դա լավ միտք չի։ Այն, որ նա հանդիսանում է գիտելիքի աղբյուր, այլևս չի աշխատի, որովհետև այսօրվա արհեստական բանականության համակարգերը ավելի խելոք են, քան ցանկացած ուսուցիչ։ Գոնե առարկայի սահմաններում, գոնե դպրոցական առարկայի սահմաններում առարկաների։ Եվ սա նշանակում է, որ երեխան այլևս պատրաստ չի լինի ուսուցչի նկատմամբ ցուցաբերել բավարար հարգանք եւ բավարար հեղինակություն գտնել ուսուցչի մեջ, զուտ այն պատճառով, որ ուսուցիչը տիրապետում է իր առարկային լավ։ Դա չի աշխատելու։ Լավ, իսկ ի՞նչն է աշխատում, ինչ պետք է փոխվի։ Ամենակարևորը մենք պետք է գիտակցենք, որ ուսուցիչը պետք է շարունակի մնալ երեխաների համար հեղինակություն։ Առանց դրա կրթությունը չի իրագործվի։ Կրթությունը կառուցված է հեղինակության եւ վստահության վրա։ Եվ դրա համար մենք պետք է վերափոխենք մեր ուսուցիչներին։ Նրանք պետք է լինեն ոչ թե միայն առարկայի մասնագետ, եւ դա կարեւոր է, նրանք պետք է շատ լավ տիրապետեն իրենց առարկային, կարողանան բոլոր անհրաժեշտ մակարդակներով ապահովել առարկայի սահմաններում երեխաներին աջակցությունը եւ բնականաբար որևէ խնդիր չպետք է ունենան առարկայի, բայց իրենք պետք է լինեն լայնախոհ, հետաքրքիր մարդիկ։ Եվ դրա համար մենք պետք է գանք նրան, որ ուսուցիչները կարողանան ցանկացած առարկա դասավանդեն դպրոցում։ Կա դրա համար հետաքրքիր օրինակ։ Օրինակ Գերմանիայում ամեն ուսուցիչ դպրոցում պարտավոր է դասավանդել 2 առարկա։ Եվ դա չի նշանակում, որ խոսքը գնում է, ասենք, մաթեմատիկա, ֆիզիկա կամ կենսաբանություն եւ քիմիա զույգերին, որոնք շատ բնական են, այլ օրինակ կենսաբանություն եւ լեզու կամ ֆիզիկա եւ երգեցողություն։ Ինչու է սա արված։ Դա ունի բազմաթիվ խելամիտ պատճառաբանումներ, բայց նաեւ բերում է նրան, որ ուսուցիչները լայնախոհ են։ Իրենք տիրապետում են լայն առումով գիտելիքի, իրենք աշակերտից ավելի շատ բան գիտեն ամեն ինչում։ Նրանք ավելի լավ աշակերտ են, քան աշակերտը։ Նրանք կարողանում են տարբեր բաներ սովորել եւ լինել, շարունակել լինել աշակերտի համար հեղինակություն անկախ ոլորտից։ Նրանք հետաքրքիր մարդիկ են դառնում դրա շնորհիվ։ Կարծում եմ, որ մեր ապագայի կրթությունը ընդհանրապես կլինի այնպիսին, որ քանի որ առարկական գիտելիքը այլևս չի հանդիսանալու միջոց շարունակել լինել երեխայի համար լուրջ հեղինակություն, ավելին դա գնալով նվազելու է։ Ուսուցիչները պետք է դառնան հետաքրքիր մարդիկ։ Նրանք պետք է շարունակեն լինել հեղինակություն իրենց բազմազան գիտելիքների եւ բազմազան կարողությունների շնորհիվ։ Նրանք պետք է լինեն նաեւ օրինակ, թե ինչու է պետք ամեն բան սովորել, այլ ոչ թե մեկ բան, որովհետեւ տես ես դա սովորել եմ եւ բացի դրանից եւ դա նշանակում է նաեւ, որ ուսուցիչներն էլ աշակերտների նման պետք է ամեն օր նոր բան սովորեն։ Նրանք պետք է ամեն օր շարունակեն սովորել, ինչպես շարունակում են սովորել աշակերտները, որովհետև այլապես
աշակերտները գնալով շատ բան կիմանան, իսկ ուսուցիչները գնալով կլինեն իրենց նեղ առարկայի մասնագետ, որի նեղ առարկայի մասնագետ լինելը արդեն համարյա ոչինչ չի նշանակելու աշակերտի տեսակետից։ Շնորհիվ նրա, որ արհեստական բանականության համակարգերը այդ գիտելիքի արժեքը երեխայի աչքերում գնալով նվազեցնելու են։ Իսկ սա նշանակում է նաև, որ մենք պետք է մոռանանք նրա մասին, որ մի ինչ-որ պահի մենք դադարում ենք սովորել։ Սա արդեն հին երևույթ է։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ չենք ավարտում որևէ կրթական հաստատություն։ Մենք ընդհանրապես ժամանակավորապես այն լքում ենք, որտեղ այլ գործեր ունենք, բայց միշտ վերադառնում ենք եւս մի բան սովորելու, եւս մի բան գիտակցելու, ընկալելու, զարգանալու եւ ճիշտ կլինի, եթե խոսքը գնում է փոքր համայնքների մասին, որտեղ չկա կրթական հաստատությունների զանազանություն, որտեղ չկան հատուկ հնարավորություններ գնալ ինչ-որ ծրագրերի մասնակցել եւ այլն, դպրոցները լինեն ցկյանս կրթության կենտրոններ, որտեղ բոլորը կշարունակեն սովորել, որտեղից երբեք մենք չենք ունենա վերջին զանգի արարողություն եւ հաջողություն ես գնացի եւ այլևս չեմ վերադառնա։ Մենք պետք է բերենք նրան, որպեսզի մարդիկ ամեն օր գիտակցեն, որ իրենք եւս մի բան սովորելու կարիք ունեն եւ պատրաստ են սովորելու։ Եվ պարտադիր չի դրա համար միշտ ունենան ուսուցիչներ, նրանք կարող են սովորել խմբային ձևաչափերով, նրանք կարող են մասնակցել ինչ-որ միջոցառումների, նրանք կարող են ծրագրեր անցնել, որտեղ ինչ-որ մասնագետներ իրենց այդ ծրագրեր կանցկացնեն, բայց երբեք չեն լքի կրթական ընթացքը, որովհետև դարձյալ մենք գնալով մրցելու ենք աճող բանականության հետ, գերմարտկային բանականության հետ եւ այդ մրցույթում չեն կարող պարտվել։ Մենք պետք է պայքարենք եւ զարգանանք եւ լինենք գնալով ավելի խելոք։ Մենք միշտ ուզեցել ենք, որ մեր երեխաները ավարտելով դպրոցը դառնան ճակերտավոր պիտանի մարդիկ եւ դպրոցը ապահովի իրենց ապագա կյանքի հաջողությունը։ Մենք միշտ ցանկացել ենք, որ համալսարան ավարտելուց հետո մեր երիտասարդները լինեն լիարժեք մասնագետներ, լավ արդյունավետ աշխատակիցներ, միգուցե ինչ-որ բան ստեղծեն իրենց կյանքում կամ ինչ-որ գործ առաջ տանեն։ Բայց այսօր գնալով ամեն բան կենտրոնանում է նրա վրա, թե ինչ հնարավորություններ ենք մենք իրենց համար ստեղծում այն մրցակցային աշխարհում, որը ավելի ու ավելի հիմնված է ինքնազարգացման վրա։ Մենք արդեն չենք ունենա այլևս որպես մարդկություն որոշակիություն ապագայում, ամեն օր, ամեն բան արագ փոխվելու է, եւ եթե չլինի ինքնազարգացում, մենք չենք կարողանալու հաղթահարենք այդ դժվար եւ անորոշ վիճակները, որտեղ պետք է ճկունություն, որտեղ պետք է թարմ հայացք, որտեղ պետք է անընդհատ նոր պատկերացումներ, թե ինչ եւ ինչպես պետք է անել, նոր խնդիրների լուծումներ, նոր յուրահատուկ մոտեցումներ։ Եվ սա որպես մշակույթ պետք է սկսի դպրոցից։ Եվ դպրոցներում մենք պետք է փոխենք պատկերացումը նրա մասին, թե ինչ է առարկան, թե ինչ է գիտելիքը, թե ինչպես է այն կիրառվում, թե ինչպես են մարդիկ սովորում, եւ թե ինչ է նշանակում ցկյանը սովորել։ Եվ դրա օրինակը պետք է ծառայեն, որպես օրինակ լինեն ուսուցիչները եւ դպրոցները, իրենք պետք է լինեն տեղ, որտեղ բոլորը միշտ սովորում են։